Պարոն Կարապետյան անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Կոնստանտին Սոկոլովը հրեական ծագմամբ եւ Ռուսաստանում ծնված նշանակվեց Trip Plus հիմնադրամի տնօրեն, նրա մասին հայտնի է, որ նա մտերիմ հարաբերություններ ունի Թրամփի փեսայի հետ, Հայաստանում նրա մասին տեղյակ են հանքարդյունաբերության ոլորտից, ինչպես նաեւ հեռահաղորդակցության, այս նշանակումը արդյոք Ռուսաստանի հետ ինչ-որ կոմպրոմիս է եւ ինչ շահեր է սպասարկելու Սոկոլովը։ Նախ չի բացառվում ձեր ասած տարբերակը, որ առհասարակ Ռուսաստանի իգիտությամբ կամ Ռուսաստանի հետ որոշակի հետկուլիսային պայմանավորվածության արդյունքում է նշանակում է եղել, ես դա չեմ բացառում եւ դա խիստ հավանական է, ողջախոհությունը թույլ է տալիս նման վարկած նաեւ առաջ քաշել, ընդ որում ասեմ, որ նա ոչ միայն կապ ունի գործող իշխանությունների հետ, այլ նաեւ դոնոր է եղել մի շարք կազմակերպությունների, ընդ որում նաեւ Թրամփի նախընտրական քարոզարշավի թիվ 1 դոնորն է եղել, որպես այդպեսին գիտենք, որ նա ուրեմն քաղաքականությամբ չի զբաղվել, բիզնես ֆիգուր է, շատ հայտնի Միացյալ Նահանգներում, գործունեությունը ծավալել է Չիկագոյում եւ հիմա ենք նոր իր մասին իմանում, առավել եւս, որ վերջերս պարզվեց, որ Հայաստանում MTS Արմենիայի բաժնեմասերի տերը եւ ինչպես նաեւ օր առաջ իմացանք, նա նաեւ հանդիսանում է Թեղուտի հանքի արդյունաբերության նոր սեփականատերը։ Հետևաբար դա նշանակում է, որ սա Թրիպի համատեքստում, որը որ ոչ միայն աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային մեգա պրոյեկտ է, աշխարհաքաղաքական կարեւորությամբ, սա նաեւ տնտեսական լուրջ մեգա պրոյեկտ է եւ իր տնտեսական հանգամանքներից ելնելով է, որ Միացյալ Նահանգները իդեմս ԱՄՆ պետդեպի այս նշանակումը կատարել է եւ հասկանալի է, որ Trip Plus հիմնադրամային ներդրումային ֆոնդը, որպես այդպեսին, որի հատկացվելու է $200 միլիոն, որը նախատեսում է Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասում յենթակառուցվածքների մեգա պրոյեկտների կառուցման աշխատանքների համար նախատեսված ահռելի ֆինանսներ, ընդ որում այդ ֆինանսը եւս տատանվելու է, ես կարծում եմ, որ ավելանալու է, որտեւ ամբողջ ինֆրաստրուկտուրայի համար ահռելի ուրեմն ներդրումներ են պահանջվելու, սա խոսում է այն մասին, որ այո, Միացյալ Նահանգների համար սա առաջնահերթ դիտարկվում է որպես տնտեսական մեգա պրոյեկտ, քան թե որպես այդպիսին լոգիստիկ տարանցելի գոտի, որը որ կապահովի անգամ Միջին Ասիայից հայտնի միջին միջանցքի տրամաբանությամբ երթուղու կապը ստեղծումը։ 76% պատկանելու է Միացյալ Նահանգներին, հետևաբար այստեղ առաջնահերթ դիտարկվում են ԱՄՆ բիզնես շահերը, քան ավելի շատ քաղաքական կլիներ, քան թե տնտեսական շահերը։ Այդուհանդերձ հասկանալի է նշանակումը ինքնին հետաքրքիր է այնքանով, որ Միացյալ Նահանգների համար սա դիտարկվում է որպես հետաքրքրություն մի ոլորտ, որովհետև դա անմիջապես կապված է Սյունիքի հետ, առավել եւս, որ ընդերքն ու բնական ռեսուրսների հանդեպ, գիտեք, յուրահատուկ մոտեցում ու հետաքրքրություն ունի Միացյալ Նահանգները, իսկ Սոկոլովը այն անձն է, որը որ նախ վստահություն է ներշնչում Միացյալ Նահանգների իշխանությանը, վստահելի մարդն է, իրենց աչքերն է, այսպես ասած, Կովկասում եւ նրան է վերապահված ամբողջ այդ ներդրումային ֆոնդի կառավարումը։ Իսկ Ռուսաստանը այստեղ ինչ մտահոգություններ ունի։ Ռուսաստանը երևակայեք այստեղ շատ լուրջ մտահոգություններ չունի, Ռուսաստանի համար սա կարելի է դիտարկել որպես ալտերնատիվ տարբերակ, եթե նոյեմբերի 9-9-րդ կետով նրանք չկարողացան իրենք ֆիզիկապես իրենց ներկայությունը ամրապնդեին այնտեղ, հայտնի ուրեմն ԱՏՑ զորքերի ներկայությամբ այնտեղ կատարեին իրենց ֆունկցիաները, ապա սա լավագույն տարբերակն է, որ իրենք անմնացորդ չմնան, որի մասին ուղիղ ակնարկներ եղել է, որ չի կարող նման մեգա պրոյեկտներից լոգիստիկ ուրեմն տրանսմեգա պրոյեկտներից չօգտվի նաև Ռուսաստանը, որովհետև Հայաստանը առհասարակ նաև հանդիսանում է առ այս պահը ԵԱՏՄ անդամ երկիր, հետևաբար ենթարկվում է իր ներքին օրենսդրությունների համապատասխանությամբ ԵԱՏՄ կանոնակարգին, հետևաբար Հայաստանով անցնող ճանապարհները եւս պետք է որոշակի ուրեմն այսպես ասած կապվածություն ունենան Ռուսաստանի միջավայրի հետ,
ասել կուզեն, որ Ռուսաստանը այս մասով եւս իր հետաքրքրություններն ունի եւ ես չեմ բացառում, որ ամբողջ 40-44 կիլոմետր երկայնքի հատվածով նաեւ ռուսական ներդրումային ծրագրեր իրականացվեն եւ չի բացառվում, որ որոշ ենթակառուցվածքներ նաեւ տնօրինեն եւ տիրապետեն ռուսական կողմը։ Ռուսաստանը կարծես փորձում է հիշեցնել իր մասին, առաջարկներ անելով Երևանին եւ Բաքվին հաղորդակցության կապուղիների մասով, ինչպես նաեւ 3+3 ձևաչափի հանդիպումներ անցկացնելու։ Արդյոք այդ 3+3-ը հետաքրքրություն եւ ակտուալություն է ներկայացնում։ Որպես տարածաշրջանային նոր գաղափարախոսությամբ պրոյեկտ, այո, դա հետաքրքիր տարբերակ է, բայց որպես այդպիսին այն ակտուալ չէ, որովհետեւ ըստ տրամաբանության 3+3 երկրներից օրինակ Վրաստանը առ պահը իր համաձայնությունը չի տվել որպես մասնագիտ երկիր, հետևաբար այդ ձևաչափը դեռևս գործում է այնքանով, որ արտգործնախարարների մակարդակով լինում են որոշակի հանդիպումներ, բայց գործնականում հողի վրա դեռևս այդ ֆորմատը կենսագործված չէ։ Հետևաբար այդ մասով ես կարծում եմ դեռ երկար աշխատանք կա տանելու, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, այո, Ռուսաստանի Դաշնությունը չի ուզում անմնացորդ մնալ տարածաշրջանային այդ հանգույցներից, այդ ենթակառուցվածքներից, որը որ շահագործման է տրվելու առաջիկա 5 տարում, հետևաբար եւ կտեսնենք խանդի տեսարաններ եւ կտեսնենք ալտերնատիվ առաջարկներ, որոնք որ կբխեն բնականաբար Ռուսաստանի ազգային ու պետական շահերից, բայց կներկայացվի որպես Հայաստանի Հանրապետության ներքին գործերին չմիջամտելով ուղղակի հարթակի տրամադրում, այդ մասին եւս եղել է ակնարկներ, անգամ հայ-ադրբեջանական հագամարտության այս փուլում խաղաղ գործընթացին միջամտելու օգնություն տրամադրելու օժանդակելու մասով, բայց հասկանալի է, որ այս պահին Հայաստանի Հանրապետության թե գործող իշխանությունները, թե Ադրբեջանի նախագահ հստակ իրենց ուղերձներում նշում են, որ տարածաշրջանային հագամարտությունները ընդհանրապես իրենց տիրույթում են եւ ոչ մի աշխարհակահական կենտրոնում, առավել եւս Մոսկվան դրա մասնագիծը չի կարող լինել, հետեւաբար նրանք հասկացնում են, որ Ռուսաստանը այստեղ անելիք չունի, այդուհանդերձ ես կարծում եմ, որ Ռուսաստանը ի հեջուկս բոլոր այլ տրամադրությունների, որոնք առկա են, այդուհանդերձ փորձելու է իր դիրքը, իր վարկագիծը չփոխելով, այնուհանդերձ միջամտել, բայց այստեղ էլ կա մի խնդիր։ Պետք է հասկանանք, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանից դուրս եկողը չի, որովհետև նա նման նպատակներ չունի եւ իր ռազմական դոկտրինի, քաղաքական եւ աշխարհակահական դոկտրինի համատեքստում Հարավային Կովկասից չի ցանկանում որևէ կերպ դուրս գալ կամ իր ազդեցությունը տարածաշրջանում կորցնել։ Հետևաբար դեռևս հասկանալով, որ որոշակի իրավիճակ է փոխվել Հարավային Կովկասի երկրներում պատերազմից հետո, փորձում է ավելի դիվանագիտական ձևաչափով, փորձելով մաքսիմալ զերծ մնալով, ուրեմն ուլտիմատումային բառապաշարից, որը որ ավելի շատ մենք նկատում ենք նախորդ տարիներին, այս պարագայում փորձում է միջամտելով էլի որքան էլ որ խոսքը գնում, որ չի միջամտում Հայաստանի Հանրապետության ներքին գործերից, այդուհանդերձ բոլոր մեխանիզմներն ու գործիքակազմը ունի, որպես այդպիսին ցանկացած ներքաղաքական իրավիճակին նախ փորձի ուրեմն իր մասնակցությունը ունենալ եւ ոչ միայն դրանից նաեւ օգուտներ քաղել։ Հետևաբար տարածաշրջանային ենթակառուցվածքների մեգապրոյեկտներից Ռուսաստանի Դաշնությունը ուզում է օգտագործել իր բոլոր հնարավորությունները, որ ապահովի իր ներկայությունը։ Գանք ՌԴ-ի հետ մեր տարածաշրջանի երկրների հարաբերություններին, սկսենք Հայաստանից, մենք տեսնում ենք այս տոքսիկ վիճակը երկկողմ հարաբերություններում սուրճ ծայրերը հաղթահարելու նախանշաններ կան, թե ոչ։ Հիշում ենք Փաշինյանը խոստանում էր գնալ Մոսկվա եւ խոսել մտահոգիչ հարցերի շուրջ, այդ հանդիպումը դեռ չկա, իսկ Ռուսաստանը այդպես էլ չշնորհավորեց Փաշինյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Այս մասով այո շարունակվում է հայ-ռուսական հարաբերություններում խորը ճգնաժամը, այս մասով կա լուրջ խնդիր եւ այո դիվանագիտական բոլոր խողովակներով կարծես տպավորություն է, որ համենայն դեպս սուրճ ծայրերը հարթելու ուրեմն քաղաքականություն է վարում Հայաստանի Հանրապետությունը, բայց այդուհանդերձ տեսնում ենք, որ երկու աթոռին նստելու քաղաքականությունը դեռևս ակտուալ է, որի մասին ակնարկում է ռուսական կողմը եւ ասում է, որ չի հաշտվելու նման քաղաքական վարկագծի հետ եւ հետեւաբար նաեւ գիտեք
Ղազախստանյան ուրեմն հանդիպումների շրջանակներում գագաթնաժողովի ժամանակ հստակ դրվեց հարցը, որ Հայաստանը ունի ժամանակ մինչև դեկտեմբեր ամիս, մինչև հաջորդ գագաթնաժողով, որպեսզի հստակ որոշում կայացնի իր մասնակցությունը կասեցնելու կամ շարունակությունը ապահովելու մասով։ Հետևաբար Հայաստանը այս պահին երկընտրանքի առաջ է կամ մնալ եւ շարունակել ԵԱՏՄ շրջանակներում իր գործառույթները կամ դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Ես ավելի քան վստահ եմ, որ մինչև դեկտեմբեր ավելի հստակ կդրվի այդ հարցը, չնայած հաշվի առնենք այն հանգամանքը, որ որպես վերպետական կառույց կանոնակարգում չկա որևիցե կետ, որով նրանք կարող են Հայաստանի ցանկությունը հաշվի չառնելով Հայաստանին դուրս թողնել անդամությունից։ Տնտեսական մի շարք ուրեմն պատժամիջոցների տեսակներ են կիրառվում, իհարկե առաջնահերթ դա չի դիտարկվում որպես տնտեսական պատժամիջոց, բայց մենք հասկանում ենք, որ այդ ամեն ինչը արվում է դեմոնստրատիվ կերպով, որպեսզի մաքսիմալ Հայաստանին մեկուսացնեն եւ հնարավորություն չստեղծեն, որպեսզի Հայաստանը տնտեսական օգուտներ ստանա, այլ հակառակը հիմա երբ որ հայ տնտեսվարողը ունի բերքի գյուղատնտեսական մտերքի արտահանման խնդիր, այս պահին ավելի բարտացնում ու խորացնում են այդ խնդիրը։ Հասկանալի պատճառներով Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները եւս կարծում եմ սխալ վարկագիծ են դրսևորում եւ ավելի բարդ իրավիճակներ են ստեղծում միջպետական հարաբերություններում, հետեւաբար հասկանում ենք, որ այս ճգնաժամը դեռևս մինչեւ դեկտեմբեր պերմանենտ կարգավիճակով որպես պրոբլեմատիկ իրավիճակ շարունակվելու է։ Իսկ ինչ քայլեր կարվեն մինչև դեկտեմբեր Հայաստանի իշխանությունների կողմից։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը որքան էլ որդեգրել է մի քաղաքականություն, որը անվանում է արտաքին դիվերսիֆիկացված քաղաքականություն, տնտեսական եւ քաղաքական, օր առաջ պետք է նոր շուկաների ստեղծման ալտերնատիվներ ստեղծել, ընդ որում նաեւ էներգոռեսուրսների արդյունավետ տարբերակներ, որովհետեւ եթե դեկտեմբերին իրոք մենք ականատես դառնանք այն սցենարին, որ Հայաստանը դուրս է մնում այդ կառույցից, վստահաբար կարելի ասել, որ Ռուսաստանը օրինակ գազը այն գնով կմատակարարի Հայաստանին, որ գնով որ մատակարարում է Եվրոպային։ Հետևաբար այստեղ մենք ունենալու ենք լուրջ տնտեսական կոլապս եւ ոչ միայն տնտեսական կոլապս։ Այստեղ հասկանալի է, որ ԵԱՏՄ շրջանակներում ամբողջ ուրեմն շրջանառությունը եւ փաստաիրավական ուրեմն հանգամանքներով պայմանավորված ամբողջ առևտրաշրջանառությունը կապված է Եվրամիության ներողություն կապված է ուրեմն ԵԱՏՄ երկրների եւ մասնավորապես Ռուսաստանի հետ, հետեւաբար մենք հասկանում ենք, որ այս պահին ալտերնատիվ շուկաների ստեղծումը դերևս լուրջ խնդիր է Հայաստանի համար, որովհետեւ գյուղմթերքը եւ ընդհանրապես ընդհանուր առևտրաարդյունաբերության դուրս հանումը շրջանառությունը դրված է կասկածի տակ։ Հետեւաբար Ռուսաստանը կօգտվի այդ պատե առիթից, որբիսի ճնշման միջոցներով ցույց տա, որ այդուհանդերձ միակ ալտերնատիվը դա Ռուսաստանն է հայ տնտեսվարողի համար։ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերություններում նույնպես լարվածություն կա, մենք տեսնում ենք Ալիևի հռետորաբանությունը, նա Շուշիի մեդիա ֆորումում հայտնեց աջակցություն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, խորհուրդ տվեց ուկրաինացիներին չհամակերպվել, այսպես ասած, օկուպացիայի հետ, հայտարարեց, որ Խորհրդային Միությունը օկուպացրել է իր երկիրը, իդեպ այն Խորհրդային Միությունը, որի բարձր պաշտոնյա էր իր հայրը։ Ինչ նպատակով է ասվում այս ամենը։ Արդեն տեսեք, ընդհանրապես ռուս-ադրբեջանական հարաբերություններում մանավանդ վերջի տարիներին մենք տեսել ենք բազմաթիվ ինցիդենտներ, որը որ բերել է որոշակի ճգնաժամի, բայց դա հաղթահարելի է եղել, բայց այ տեսեք դուք ինքներդ նշեցիք, որ մեդիա ֆորումի ժամանակ Շուշիում անցկացված, այո, հստակ ուղերձներ եղավ եւ դա բացառապես հագառուսական տրամադրություններ գեներացնող եւ հագառուսական հայտարարություններ են իրենց բովանդակությամբ, հետեւաբար այո, հասկանալի է, որ ռուսական կողմը ունի մտորելու տեղիք այստեղ եւ իր քաղաքական վարկագիծը իհարկե ընթացքում կերևա թե ինչպիսի վարկագիծ կդրսևորի Ադրբեջանի հանդեպ, բայց փաստը այն է, որ նման վարկագիծը անընդունելի է տվյալ դեպքում թե Ադրբեջանի Հանրապետության, թե Հայաստանի Հանրապետության համար։ Հետևաբար այստեղ էլի գալիս ենք նրան, որ Ռուսաստանի Դաշնությունը լուրջ խնդիրներ ունի որպես ազդեցության կոդի հարավային Կովկասի երկրների նկատմամբ։ Հետևաբար այստեղ կա նաև կարծիք, ողջամիտ կարծիք, որ Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո նա ամբողջությամբ Ռուսաստանի Դաշնությունը կվերադառնա դեպի հարավային Կովկաս
կկասի ու կփորձի մաքսիմալ իր ազդեցությունը վերահաստատի տարածաշրջանում, թե ինչպիսի կոնֆիգուրացիա կլինի ու ինչպիսի քաղաքական ճարտարապետություն, դա արդեն ժամանակը ցույց կտա։